Եկեք տեսնենք սիրելի այցեղջուրներ ապրիլ ամիսը ձեզ համար ինչ կբերի 2026 թվականի ապրիլը ինչ կբերի ձեզ համար անձնականը, գործնականը, ֆինանսները այցեղջուրների համար ապրիլ ամիսը բաց չի, առողջական այցեղջուրների տոգում ինչ կստանաք և խորհուրդ սիրելի այցեղջուրներին դրա համար էլ լուսիններ, ֆինանսներ սիրելի այցեղջուրներ բալանսի մեջ կլինի ընդհանուր ֆոնը հանգիստ ապրիլ ամիսը ձեզ համար, իսկ սիրո մեջ հարաբերություններում այստեղ որոշ մարդկանց մոտ կավարտվի նշանադրությամբ, ամուսնությամբ, որոշ մարդկանց մոտ ամուսնությունը կարող է ավարտվել, մնաք ընկերներ, իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է այնպիսի մի մարդու հետ ծանոթանաք, որին ընդունեք բավականին հարազատ։ Ինչ վերաբերվում է ձեր գործնականի հետ նոր հնարավորություններ, որը չգիտես որտեղից կարող է հայտնվել, որը կուրախացնի ձեզ։ Իսկ գործնականում եթե աշխատում եք, եւս մեկ առաջարկ կլինի, որը նոր դռներ կբացի ձեզ մոտ եւ կուրախացնի ձեզ։ Ինչ վերաբերվում է այստեղ ֆինանսներում, այստեղ գաղտնի կպահեք ձեր ֆինանսները այլ մարդկանցից փակ լինելով երջանիկ։ Ֆինանսները կա ամեն ինչն էլ կա, շատ լավ է, նոր պլաններ, բայց աշխատեք սթափ մտածել։ Հնարավոր է այստեղ մի փոքր մտածեք, ինչու, որովհետև 9 կապին տակ, այո, որը հետագայում կտա իր ացիլերը եւ դինամիկա կլինի ֆինանսների տեղափոխության նաեւ, ինչու՞ չէ, որը կարող է տեղափոխությունը դա 7-ն է, հա, ճամփորդությունը, որը եւս կարող է ձեզ հաջողակ դարձնել ֆինանսների հարցում եւ դինամիկա լինել ֆինանսների հարցում, բայց զգուշ եղեք, ոչ մեկին մի տվեք ձեր քարտի, հա, քարտային համարները, որ հետո ինչ որ խնդիրների, կրակների մեջ չընկնեք։ Որպես ուրեմն առողջականի հետ կապված էլի տաքության հետ է կապված ստամոքսի, գաստրիտի եւ ոսկորների նիհարելու հետ։ Այստեղ ուշադրություն դարձրեք ձեր սնունդին եւ հանկարծ չմրսեք միամիտ ռեժիմով սնվեք։ Ընդհանուր իտոգում ինչ կստանաք ծաղկում, ամեն մարդ կլինի իր տեղում, դնելով ռեսուրսներ, մի փոքր միգուցե որոշ մարդիկ նոր բան կարող սովորեն, հա, գիտելիքներ ձեռք բերեն եւ առաջ գնան։ Շատ մարդիկ էլ այո, իրոք կարող են ամուսնանալ։ Ինչ վերաբերվում է որպես խորհուրդ բերանները փակ պահեք, փակ եղեք երջանիկ բոլոր սֆերաներում։ Հնարավոր է նաեւ հղիություն էլ լինի, էլի շատ մարդկանցից դա գաղտնի պահեք, պետք չի որ ամեն մարդ իմանա դուք ինչ եք անում, ոնց եք քնում, ինչ